Արմավիրի մարզի Նորակերտ գյուղի նախկին անասնագոմերի տարածքում զոդման աշխատանքների ժամանակ դիզվառելիքի երկաթե գլանատակառում պայթյուն է տեղի ունեցել եւ հրդեհ բռնկվել։ Ըստ փրկարար ծառայության այրվել են մալուխ եւ էլեկտրական գործիքներ, վնասվել է գլանատակառի ստորին հատվածը, 3 գլանատակառ ջերմահարվել է, 1 քաղաքացի հոսպիտալացվել է։ Հրշեջ փրկարարները կատարել են հովացման աշխատանքներ, կանխելով հրդեհի տարածումը դեպի հարակից գլանատակառներ։ Պոլիկլինիկաներում թերապևտների եւ նեղ մասնագետների աշխատավարձերը կբարձրանան, քանի որ նրանք 2026 թվականի հունվարի 1-ից սպասարկելու են նաեւ ապահովագրական համակարգի հաճախորդներին։ Ազգային ժողովում առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ ասել է Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Եթե քաղաքացին հրաժարվի առողջության պարտադիր համընդհանուր ապահովագրումից, ինչ է սպասվում նրան, հետաքրքրվեց ընդդիմադիր падգամավոր Արմենուհի Գյուրեխյանը։ Ավանեսյանի խոսքով, քանի որ 2026 թվականը ապահովագրության ներդրման առաջին տարին է լինելու, ապահովագրավճար չվճարելու դեպքում տույժ տուգանքներ չեն լինի։ Այդ դեպքում ապահովագրական փաթեթն ուղղակի կսառեցվի, մինչև քաղաքացին վճարումներ կատարի։ Կարմիր գծերում կայանման վճարի թանկացումն անվավեր է ճանաչվել։ Նման որոշում է կայացրել Վերաքննիչ վարչական դատարանը։ Երևանի ավագանու Մայր Հայաստան խմբակցությունն էր դիմել դատարան, խնդրելով անվավեր ճանաչել ավագանու Երևան համայնքում տեղական վճարների 2025 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին որոշումը։ Վերաքննիչ դատարանը որոշել է անփոփոխ թողնել վարչական դատարանի որոշումը։ Միևնույն ժամանակ դատարանը մերժել է Մայր Հայաստան խմբակցության այն պահանջը, որ վիճարկվող դրույթներն անվավեր ճանաչվեն ուժի մեջ մտնելու պահից։ Դատարանի այս որոշումն օրինական ուժի մեջ մտնի դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակվելու օրվանից 1 ամիս հետո։ Երևանի քաղաքապետարանը կարող է այդ ընթացքում որոշումը բողոքարկել Վճռաբեկ դատարան։ Քաղաքապետարանի լրատվության վարչությունից Ֆակտոր AM-ին հայտնեցին, որ որոշման դեմ բողոք ներկայացնելու են։ Իրանն ու Ադրբեջանը վճռական են տրամադրված երկկողմ հարաբերությունները ռազմավարական մակարդակի բարձրացնելու հարցում։ Այդ մասին Instagram-ի իր էջում գրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, ամփոփելով իր Բաքու կատարած այցի արդյունքները։ Նա գրել է, որ Իրանի եւ Ադրբեջանի հարաբերություններն ավելին են, քան պարզապես հարևանությունը։ Դրանք արտացոլում են խորը պատմական, մշակութային եւ քաղաքակրթական կապեր։ Իրանի արտաքին գործերի նախարարի խոսքով երկու երկրների հարաբերություններն ընդլայնվում են բոլոր ոլորտներում, այդ թվում տնտեսական, քաղաքական, մշակութային հումանիտար ուղղություններով։ Ռուսական զորքերը գիշերն անօդաչու թռչող սարքով հարվածել են Պավլոգրադին, որի հետևանքով զոհվել է 1 եւ վիրավորել 4 մարդ, գրում է Current Time-ը։ Հարձակման հետևանքով հրդեհներ են բռնկվել 5 մասնավոր տներում։ Ռուսական զորքերը նաեւ հարված են հասցրել Սինելնիկի շրջանի Վասիլկովկա գյուղի մասնավոր տներից մեկին։ Օդեսայի էներգետիկ օբյեկտներում ռուսական հարձակումից հետո հրդեհներ են բռնկվել, վնասվել են պահեստներ եւ ավտոտնակի շենք, տուժածներ չկան։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով դեկտեմբերի 12-ի գիշերը ռուսական ուժերը հարվածել են տարբեր տեսակի 80 անօդաչու թռչող սարքերով։ Հայաստանի մի շարք մարզերում դեկտեմբերի առաջիկա օրերին սպասվում է քամու ուժգնացում։ Երևանում դեկտեմբերի 12-ի երեկոյան ժամերին 13-ին սպասվում է թույլ անձրև եւ մառախուղ։ Դեկտեմբերի 14-ից 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում դեկտեմբերի 12-ի ցերեկը 13-ին առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ, լեռնային շրջաններում ձյան եւ ձնախառն անձրևի, հովտային շրջաններում անձրևի տեսքով։ Դեկտեմբերի 14-ից 17-ին մարզերում սպասվում են առանց տեղումների եղանակ։ Միաժամանակ օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 15-ից 17-ին աստիճանաբար կնվազի, գիշերը 4-ից 6, ցերեկը 2-ից 4 աստիճանով։